Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը ապակալանավորումը մեծ արձագանք է գտել թուրքական հասարակության շրջանում։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել իրենց բողոքը արտահայտելու համար։ Բացի Իմամօղլուից ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, գործարարների։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց։ Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին բացառիկ մանրամասներ է ներկայացրել Ստամբուլում լույս տեսնող Ակոս շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը, մասնավորապես նշելով, որ Թուրքիան պայթում է ներսից։ Շատ օրերում պատասխանեցես, բոլոր մեղադրանքները արհեստական շինձու մեղադրանքներ են, օրինական հինգերեսուրկ մեղադրանքներ են, որ նպատակը իրեն նախագահի տեխնոլոգիությունը կանխել է, նախագահի տեխնոլոգիան արգել քննելու համար է, որ այս մեղադրանքները կամ այս տալական քննությունը սկսած է, նպատակը միայն իր նախագահի տեխնոլոգիան արգել քննել է։ Իսկ անհնազանդության ակցիաներ, քաղաքացիական դժգոհություն այս պահին կա Թուրքիայում։ Բավականին շուտ երկար ժամանակների իվեր առաջին անգամ համալսարանականները փողոքի ցույցեր կազմակերպեցին, սկսելով իրենց համալսարաններն, այդ համալսարանները նախ Ստամբուլի համալսարաններ, հետո անոր միացան այդ ուրիշ համալսարաններ և Անկարայի մեջ միջին արևելքի տեխնիկական համալսարանի աշակերտները փողոքի ցույց կազմակերպեցին և այսպես ժողովրդին նրան բազմություն քաղաքապետարանի առջև և քաղաքապետի առջև բռնված անվտանգության ծառայության շենքի առջև այնպես որ քաղաքակրթիչները նույնպես այդ վայրերն են, ժողովրդահանրապետական կուսակցության պետախաբարարեց, որքան որ ինք անվտանգության ծառայության շենքի մեջ մենք էլ այդ շենքին առջև ենք, երբ որ թադարան երթում ենք, թադարանին առջև ենք և միշտ իր կողքին դիալոգելով այս գրագի օր արդեն կուսակցության անդամներում շարակցությունը պիտի բանջվեր նախագահի տեխնոլոգիան համար քաղաքապետի շարակցություն պիտի բանջվեր այդ մեկն պիտի կայանա այս գրագի մոտավորապես 1,700,000-ի շուրջ կուսակցության անդամներ դիքվերարգեն ասելով որ քաղաքապետի տեխնոլոգիան նախագահի տեխնոլոգիան այժմ Ստամբուլի քաղաքապետը, այսինքն Էքրեմ Իմամօղլուն։ Այսինքն ուսանողությունը և երիտասարդությունն է ըստ էության ոտքի կանգնել։ Իմ կուսակցության շաքարինները շուշտ և հասարակությունն է բազում մարդիկ։ Իսկ հնարավոր է իշխանապետը Թուրքիա մեջ փողոքի ցույցերը ոստիկանական փոխության ստված են։ Անորոշ ժողովուրդը մտահոգ է այդ ցույցերում մասնակցել այդպիսի երկշնչություն մնա, որոշ մտև փառադարձ է այդ վախի բանեշը, բայց ավելի մեծ զանգվածներով համար այդ վախն է իժոր, եթե ոչ ավելի փռն հագաստեցություն գնալ սպորտի։ Իսկ այս պահին իշխանափոխության լուրջ հող նախապատրաստված կա, պարոն Էստուկյան, հնարավոր է Էրդողանը այդ քաղաքացիական անհնազանդության ակցիաների ֆոնին հրաժարական տա։ Ոչ, այս այս հավանականությունը դակավին լալի չէ, թեև բանջ կա, հրաժարումը բանջ է գարավորության, այս ադիգալ դուր չէ, այդպես հավանականությունը ըստ երևույթի այժմ գոյություն չունի։